Ուրցով թեյի բուժիչ հատկանիշները։ Ուրցը յուրահատուկ բույս է, որը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից։ Ուրցն ունի հաճելի համ և բուժիչ հատկանիշներ։ Այն ունի բակտերիասպան, ցավազրկող, բրոնխները լայնացնող հատկանիշներ։ Բացի այդ, այն արագ վերականգնում է վնասվածքները, օրգանիզմից դուրս է բերում ճիճուները։ Ուրցը նաև կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը չափազանց կարևոր է նրանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին։ Ուրցով թեյ։ Ուրցի չորացրած ծաղիկներով թեյի խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տառապում են անքնությունից։ Ուրցով թեյը նաև հանգստացնում է ռևմատիզմի և արթրիտի ժամանակ առաջացած ցավերը։ Այս բույսն օգտագործվում է թոքային մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ ասթմա, բրոնխիտ և այլն։ Եվ այսպես ուրցով ըմպելիքներ։ Քառորդ բաժակ ջրին ավելացրեք 1 թեյի գդալ չորացրած ուրց։ Եռացրեք և թողեք թրմվի 10 րոպե։ Լցրեք բաժակի մեջ, ավելացրեք եռացրած ջուր և ևս 5-7 րոպե թողեք մնա։ Ապա քամեք։ Համեղ թեյը պատրաստ է։ Հաջորդը 3 թեյի գդալ սև թեյին և 2 թեյի գդալ չորացրած ուրցին ավելացրեք եռացրած ջուր և թողեք թրմվի։ Կարող եք ավելացնել մեղր կամ շաքար։ Հաջորդը հավասար չափաքանակով խառնեք ուրցը, անանուխը և խնկածաղիկը։ Այս խառնուրդից 1 ճաշի գդալը լցրեք թեյնիկի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի։ Նման ըմպելիքը հրաշալի է նևրոզի, անքնության, տրամադրության փոփոխությունների և հոգնածության դեպքում։ Ի դեպ, քանի որ ուրցը մեծ քանակությամբ թիմոլ է պարունակում, այն խորհուրդ չի տրվում գաստրիտ, ստամոքսի խոց, վահանագեղձի հիպերֆունկցիա, շաքարախտ ունեցող մարդկանց։ Հղիներին և երեխաներին խորհուրդ է տրվում թեյը խմելուց առաջ հարցնել բժշկից։ Նյութի տեքստը կարող ես գտնել հոլովակի բնութագրում ըղմանը սեղմելով։ Առողջություն քեզ։